Ողջույն, ձեզ հետ է Մալեցի ոդկասթը։ Մեր ոդկասթը կոչվում է Արտաքինը ներսից, քանի որ կարևոր փոփոխությունները միշտ սկսվում են ներսից։ Մեր հյուրն է պլաստիկ վիրաբույժ, Հայաստանում շատ քիչ կին պլաստիկ վիրաբույժներից մեկը Տաթև Բաբայանը։ Ողջույն Տաթև, ինչպե՞ս ես։ Ողջույն, լավ, դու Աննա ջան։ Լավ, շատ ուրախ եմ քեզ տեսնել տաղավարում, որպես ոլորտի առաջատար եւ հետաքրքիր զրուցակից եւ ընկեր։ Շնորհակալ եմ, մեծ հաճույքով եմ եկել։ Այսօրվա մեր թեման շատ հետաքրքիր թեմա է ու ինձ թվում է պահանջված հանրության կողմից, քանի որ հետաքրքրությունը գնալով աճում է, դա մամոպլաստիկան է, այսինքն կրծքի վիրահատությունը, կրծքի պլաստիկան։ Արդյոք հիմա Հայաստանում ակտուալ է եւ պահանջարկը աճում է այս պրոցեդուրայի, այս վիրահատության նկատմամբ։ Այո, շատ ակտուալ է եւ ավելին ասեմ, տարեցտարի գնալով դիմելիության տոկոսը բարձրանում է եւ կապ չունի փոքր կրծքից մեծ կուրծք են ցանկանում ստանալ պացիենտները, մեծ կրծքից փոքր, այսինքն կամա թե ակամա անկախ տիպից դիմելիությունը տարեցտարի աճում է եւ այդ տենդենսը միշտ կլինի իմ կարծիքով։ Իսկ ամեն դեպքում ավելի հաճախ քեզ ինչ հարցով են դիմում մեծացնելու կուրծքը, չափսը կարեկցիա անելու, թե մեծության իմաստով, թե ավելի փոքրացնելու, օրինակ ողնաշարի խնդիրներ են ունենում կամ ուղղակի չափսը դուր չի գալիս։ Առաջին տեղում իմ մոտ միշտ ցանկացած պրակտիկ գործունեության փուլում դիմել են սիլիկոնե իմպլանտներով չափի մեծացման համար։ Երկրորդ տեղով արդեն քո նշածը, երբ որ ունեն շատ մեծ կուրծք, այնքան այտենց բնորոշող շատ ճիշտ բառ կա, ենթադրենք գիգանտոմաստիա, հա, այսինքն գիգանտ կուրծք ունի պացիենտը, եւ այստեղ ոչ միայն էսթետիկ, այլ նաեւ շատ ճիշտ նշեցիր, բուժական նպատակներով է պացիենտը դիմում պլաստիկայի, քանի որ այդ ծանր կուրծքը ողնաշարի շրջանում, ուսագոտու շրջանում արդեն ցավեր են առաջացնում եւ սա դառնում է արդեն պահանջ, ոչ թե էսթետիկ ցանկություն։ Որ տեսնում եմ նույնիսկ տարիքով ավելի մեր կանանց, հա, շատերի հետ խոսում ես, ասում եմ, որ այն ժամանակ լիներ, այն ժամանակ խոսեին դրա մասին, տարածված լիներ, ես կանեի, ողնաշարս ինձ հիմա այս վիճակում չէր լինի։ Այո, այս ստատիստիկ տվյալները երբ որ նայում ենք, մեծ կրծքով կամ գիգանտոմաստիայով կրծքով պացիենտների տարիքային շեմը ավելի բարձր է, ենթադրենք 55 եւ ավելի, իսկ օրինակ սիլիկոնային իմպլանտներով կամ ենթադրենք ճարպով ծավալի մեծացման պացիենտների դիմելիության մեջ ավելի շատ երիտասարդ տարիքի կանայք են դիմում եւ աղջիկներ։ Իսկ ինչի հետ է կապված քո կարծիքով դիմելիության աճը, օրինակ սոցիալ մեդիայի հետ, թե օրինակ մարքեթինգա, թե ազատ են մարդիկ սկսել մտածել, թե հակառակը ինչ որ սեքսիստական բաներ կա դրա մեջ, որ կուրծքը պարտադիր պիտի լինի մեծ, կլոր եւ այլն։ Եթե հիմա իմ կարծիքն ասեմ, ընթացիկ տարիների խորհրդատվություններից ելնելով, կանայք սկսել են ավելի շատ խնամել իրենց։ Եվ այդ դու ինքդ բյութի ինդուստրիայում ես, դու ինքդ վստահ եմ կփաստես այն հանգամանքը, որ կանայք տարեցտարի ավելի շատ են ձգտում լինեն ավելի գեղեցիկ, մարմնով, դեմքով, ավելի խնամված, ավելի կոկիկ, այսինքն այս ցանկությունը նրանց ավելի շատ իմ համար թելադրում է շղթայաձև շրջապատը։ Իրենք կարող են շրջապատում տեսնել ինչ-որ մեկին, ով որ ենթադրենք վերջերս կրծքի պլաստիկա է արել, եւ երևի առաջ անցնելով մի փոքր ասեմ, այդ վիրահատությունից հետո արդեն մարդու աշխարհայացն է անգամ փոխվում։ Այսինքն այն ձևով ոնց որ դու քեզ զգում էիր նույն սոցիումում, այդ վիրահատությունից հետո լրիվ փոխվում ես, ավելի ինքնավստահ ես դառնում, ավելի դառնում ես, ինչ ասեմ, թելադրող, հա, կոպիտ ասած, եթե այս բառի լայն իմաստով ընկալենք հիմա ասածը։ Ինչ քաջություն է պետք էլի կոպիտ ասած։ Այո, վստահ։ Եվ ես կարծում եմ, որ ավելի շատ շրջապատի թելադրանքով է։ Այլ բան է, որ այո, շատ ճիշտ ես ասում, սոցիալ մեդիան շատ ինֆորմացնում է կնոջը, եւ եթե առաջ գալիս էին բացարձակապես տեղյակ չլինելով տվյալ վիրահատության մասին, հիմա արդեն գալիս են անգամ իմպլանտների բրենդերը գիտեն։ Այո, եւ մեկնաբանություններում ինտերնետում տարբեր հարթակներում արդեն անգամ կարդացել են, հա, որ բրենդը ինչ առավելություններ ունի եւ այլն եւ այլն։ Քանի որ ես իհարկե մշտական իմպլանտներով չեմ աշխատում, բայց աշխատում եմ հիալուրոնաթթվով եւ այլ նյութերով, այդ եւ դա քեզ մոտ շատ լավ է ստացվում։ Շնորհակալ եմ։ Նկատեմ։ Շնորհակալ եմ։ Տես, ես էլ այդ հարցին շատ հաճախ առնչվում եմ ու մի կողմից դա օգնում է, այսինքն պացիենտը արդեն գալիս է հասկանալու, որ դու իր հետ աշխատում ես ինչու ոչ արժեքով բարձր, բնականաբար ավելի որակապես բարձր նյութերով, իմպլանտներով եւ այլն։ Արդարացված է արժեքով բարձր լինելը։ Այ առիթը բաց չթողելով ասենք, որ
բարձր արժեքը կապ չունի վիրահատություն թե Պետք է ներարկում ունի իր արդարացված լինի, առավելությունների։ Դե արժեքը ձևավորվում է նաև բժշկի վերապատրաստումներից եւ այլն, որոնք այդքան առաջնային չես կարողանում ասենց գրած ցուցակով ցույց տաս, մատուցես, այո, ամեն դեպքում կան բժիշկներ, որոնք ավելի քիչ են իրենց աշխատանքը գնահատում, նույնիսկ նույն մատերիալով աշխատելով եւ այլն, ինչեւ է, այս հարցի մեջ շատ չխորանանք, որովհետեւ անընդհատ կխոսենք, ինձ մեկ-մեկ դա օգնում է, մեկ-մեկ էլ վնասում է այն առումով, որ պացիենտների, այցելուների մոտ այն տպավորությունն է, որ եթե նյութը, սարքը կամ իմպլանտը լավն է, այսինչ բրենդի է, ուրեմն վերջ, արդյունքը երաշխավորված է ու կապ չունի ինչ մասնագետ անում ու ինչ միջավայրում անում։ Դե վիրահատությունները ավելի դժվար է բնականաբար տնային պայմաններում կամ սալոններում չեն կարող կազմակերպել։ Մեր աշխատանքը կոսմետոլոգների ավելի հաճախ են կազմակերպում։ Այո, արդյոք պացիենտը կարող է ինքը օրինակ արդեն համաձայնության եկել ընտրի ձևը, կրծքիր, լրիվ իր վրա լինի դա եւ իմպլանտի օրինակ բրենդը կամ տեսակը կամ վիրահատության ձևը, որովհետև տարբեր վիրահատություններից կրծքի տարբեր տիպի սպիներ են գոյանում, տարբեր արդյունքներ են ստանում, արդյոք դա լրիվ համաձայնացվում է պացիենտի հետ, թե կան իրավիճակներ, որ օրինակ եթե սա ես ուզում, քեզ չի լինի սա անել, ոնց է քո մոտ այդ բալանսը, որ ոչ շատ իրա ասածից ուզածից ցանկությունից շեղվեք, ոչ Ես եթե պատասխանեմ մի քիչ ավելի գլոբալ առումով, առհասարակ երբ որ պացիենտը գալիս է ինձ մոտ, ես աշխատում եմ առաջնահերթ լսեմ պացիենտի ցանկությունները, ինչ ցանկություններով է եկել, ինչ պատկերացումներով է եկել, եւ ես երբեք չեմ զլանում, անգամ նկարներն եմ նայում, շատ դեպքերում պացիենտները նկարներ են բերում, ոնց կուզեն կուրծքը ինչ տեսք ունենա, ենթադրենք մերկ վիճակում, համապատասխան հագուստի մեջ եւ այլն, հա, լողացկեստում եւ այլն։ Ապա նոր օբյեկտիվ նայելով կուրծքը, թե ինչ վիճակում է տվյալ կուրծքը, նոր սկսում եմ համատեղել բժշկության սահմաններում հնարավորը պացիենտի ցանկությունների հետ։ Այդ համատեղման արդյունքում արդեն ծնվում են, ենթադրենք, հենց նույն սիլիկոնային իմպլանտների վրա օրինակը բերեմ, երկու տիպի իմպլանտներ առհասարակ աշխարհում գոյություն ունեն։ Մեկը կլոր իմպլանտներն են, մեկը անատոմիական, նույն ինքը կաթիլի տեսքով։ Այսինքն երկրորդը ավելի շատ մեր ֆիզիոլոգիական կրծքի ձևին է նման։ Եվ չեմ ուզում շատ ծանրաբեռնենք այս հաճելի ոդկասթը անատոմիական բժշկական տերմինոլոգիայով, բայց ուզում եմ լսողը ինչ որ տեղյակ ովքեր չեն, մի փոքր պատկերացում կազմեն ինչի մասին է խոսքը, եւ մենք սկզբում մի փոքր ակնարկի ձևով խոսեցինք, դու ասեցիր, որ անպայման մենք կխոսենք նաեւ չարորակ հիվանդություններից եւ այլն, հարգելի հետևորդներ, մենք դրան էլ ենք հասնելու, դուք համբերությամբ, ինչևից է։ Ասածից միտքը նա է, շատ կարևոր է լսել պացիենտի ցանկությունները, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է որպես բժիշկ ճիշտ ներկայացնել տվյալ կրծքի պարագայում ինչն է հնարավոր։ Հիմա շատ տարածված է գալիս են եւ խուսափում են շատ սպիերից։ Առավել եւս սպին այնպիսի բան է, որ միայն բժշկի հանգամանքով պայմանավորված չի, այսինքն պայմանավորված չի նրանով, ժառանգական գործոնը շատ մեծ դեր ունի, ճիշտ 50-50 50% իհարկե 50%-ը պայմանավորված է ինչ կարանյութով կկարես, ինչ տեխնիկայով, նույն հետվիրահատական շրջանում ինչ ձևի կխնամես այդ սպին, իսկ մյուս 50%-ը պայմանավորված է, թե պացիենտը ինչ գենետիկ նախատրամադրվածություն ունի սպիերի նկատմամբ կոպտանալու կամ չկոպտանալու։ Ինչևից է, ասածս նա է, որ պացիենտները գալիս են եւ աշխատում են հնարավորինս քիչ եւ գրեթե անտեսանելի սպիեր ունենան։ Բայց երբ որ կուրծքը լինում է որոշակի կախվածության, որոշակի շատ կախվածության, հա, հիմա եթե այտենց դարձյալ գլոբալ ներկայացնեմ, ապա անխուսափելի են լինում, ենթադրենք որոշակի Եվ սա արդեն պացիենտին շատ ժամանակ երկմտանքի առաջ է դնում։ Մնամ տվյալ կրծքով, թե ամեն դեպքում դիմեմ ռիսկի եւ ունենամ այդ սպիերը, այլ բան է, որ ներկայիս դարաշրջանում այդ դա էլի քո պրոֆիլն է, դու գիտես հնարավոր է շատ կոպիտ սպիերից ստանալ շատ նուրբ եւ աննկատ սպիեր ներկայիս զարգացված էսթետիկ բժշկության ոլորտում։ Այսինքն ասածս նա է, որ ամեն ինչ այդ խորհրդատվության ժամանակ ծնվում է քայլից քայլ առաջ գնալով, հա, ու պացիենտի արդեն որոշումն է ինքը ուզում է սպիերով լինի, այս ձևով թե այն ուղղակի պետք է նույն բոտոքսի վերաբերյալ, նույն ֆիլերի վերաբերյալ, ես էլ քեզ հետ պրակտիկաս անցնելով հասկացել եմ, որ եւ ընդունել եմ այդ ձևը կոնսուլտացիայի, հա, որ առաջնահերթ պետք է հասկանաս պացիենտը ինչա սպասում, հետո բացատրես դու ինչ կարող ես տալ ու եթե այդ երկուսը ընդհանրապես չեն խաչվում, ավելի լավ է չանել պրոցեդուրան կամ միջամտությունը։
Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում և Apple Podcast-ում։ Շատ ճիշտ բան մեջ բերեցիր, երևի կհիշես, ես միշտ ասում եմ ամեն պացիենտ, որ գալիս է իմ մոտ խորհրդատվության, այսինքն կոպիտ ասած իմ դուռը թակում է եւ դիմում է ինձ, դեռին պացիենտը չէ, որովհետեւ խորհրդատվության արդյունքում մենք դեռ դուրս ենք բերելու, արդյոք ես կարող եմ տվյալ պացիենտին օգնեմ, թե ոչ։ Այո։ Ինչ վերաբերում է այս սպիերի շտկմանը եւ կախվածության շտկմանը, մի հատ sense հարց է առաջանում շատ պացիենտների մոտ, հա, կան ապարատային տարբեր մեթոդիկաներ, թելեր եւ այլն, հա, արդյոք դրանցով կարելի է աշխատել կրծքի շրջանում, հենց բուն գեղձի շրջանում, պատասխանը դե արդեն գուշակում եմ, բայց երբեմն հազվադեպ դեպքերում լինում է, որ դեկոլտեի հատվածը, հա, դեռ ոսկրային հատվածում է գտնվում նաեւ ավելորդ մաշկ, այսինքն դեռ չի հասել գեղձին, եւ հնարավոր է ինչ որ չափով շատ թեթև կրճատում տալ ավելորդ մաշկի, արդյոք դա օգնում է ինչ որ ձևով հետագայում փոխել օրինակ վիրահատության ձևը, որ սպին այս կամ այն ձև լինի, թե հիմնականում փոփոխությունները շատ ակնառու չեն լինում կամ պացիենտը արդեն միանգամից գալիս է պլաստիկա, էլ չի խորանում, ոնց որ ապարատ են։ Ամեն ինչ կախված է թե կրծքի կախվածության, թե ավելցուկ հյուսվածքի, տվյալ դեպքում մաշկային հյուսվածքի ավելցուկից։ Այսինքն դու գիտես, ես միշտ սարքավորումներին դեմ եմ խոսել որպես վիրաբույժ, ես միշտ հակա եմ եւ միշտ մտքովս անգամ չի անցել, որ կարող է լինի սարք, որ ինչ որ կրճատումներ առաջացնի։ Այո, եւ դա ճիշտ աշխատեց իմ կյանքում, երբեք մի ասա, երբեք, բայց նույն նախ թելերը հենց ի սկզբանե ասենք ժխտում ենք, թելերը ժխտում ենք թե կրծքին, թե նստատեղի շրջանում, թե քթի շրջանում, կատեգորիկ դեմ եմ որպես վիրաբույժ եւ շատ ու շատ առիթներ եղել, շատ խոսել եմ այս ամենի մասին։ Հատկապես եւ մշտական թելեր։ Դա սարսափելի են, նմանը կան թելեր, որոնք ժամանակի ընթացքում ներծծվող են եւ օրինակ նույն դեմքի շրջանում կարելի է օգտագործել եւ որոշ դեպքերում հենց միայն թելը կարող է արդյունք տա, բայց կան շրջաններ, որ նոնսենս է, պետք չի օգտագործել։ Ինչևից է։ Իսկ ինչ վերաբերվում է մաշկի կախվածության աստիճանին, կան դեպքեր, որ այո, հենց քո ասած սարքավորումները շատ լավ օգնում են եւ շատ լավ կրճատում են մաշկը։ Ուղղակի պետք է ճիշտ ցուցմամբ դիմել նման սարքավորումներ։ Այո, երբ որ դու տեսնում ես, որ այդ կախվածությունը միայն կարելի է շտկել, կտրել կարելով, եթե ասենց կարճ ասեմ, անիմաստ է պացիենտին հուսադրել, որ այ դու այս սարքան ես, հա, գիտես մի անգամ արեցի, չէ, երկու անգամ անենք, չէ, երեք անգամ անենք, ծախսվում է ավելորդ ժամանակ, հույսեր եւ ինչու՞ չէ նաեւ ֆինանս, բայց բոլորը չարդարացված։ Ազնիվ չէ։ Ես կարծում եմ, դու ինքդ ազնիվ բժիշկ ես։ Սա ազնիվ չէ պացիենտի։ Արի առիթը բաց թողենք, ասենք, որ շատ կարեւոր է պացիենտի նկատմամբ ազնիվ լինելը, հարգելի հետեւորներ։ Լոյալությունը պացիենտի կարելի է ունենալ, գոլեգաներիս էլ, եթե նոր սկսնակ գոլեգաներ ունեմ, եթե կընդունեն իմ խորհուրդը, կարելի է ունենալ լոյալ պացիենտներ միայն ազնվությամբ, միայն։ Դու կարող ես անել հիանալի գովաստ, հիանալի բոտոքս, հիանալի ֆիլեր, ոսկե ձեռքեր ունենաս, բայց եթե ազնվություն չզգաց պացիենտը քեզանից, հնարավոր չի, փոխվելու ես որպես մասնագետ, փոխվելու է քեզ։ Էլի հետաքրքիր հարց, այ հենց ոնկոլոգիային եմ ուզում անդրադառնամ, հա, որ ինձ որպես անձել է շատ հետաքրքիր է միշտ եղել, այ արդյոք շատ են դիմում, հա, ոնկոլոգիայից հետո, երբ որ կուրծքը հեռացնում են, որովհետև սա պլաստիկ վիրաբուժության հենց այն մասն է, որի համար ի սկզբանե ստեղծվել է, այսինքն օգնել մարդկանց, ովքեր տրավմա են ստացել, վերադառնալ նորմալ կյանք, եւ շատ լսել եմ, չգիտեմ ինչքանով է ճիշտ, որ չարժի օրինակ վերականգնել կուրծքը քաղցկեղից հետո, եթե հեռացում է կատարվել, որ դեպքերում արժի, երբ չարժի, ու հիմա ինչ որ վերջերս սկսել եմ լսել, որ ավելի հաճախ են անում ու արդեն արժի։ Շատ թույլ կետի հիմա կպար իմ մոտ որպես մասնագետ, այս առիթով ես բազմիցս ունենում եմ բանավեճեր իմ գոլեգաների հետ։ Ինչումն է հարցը։ Ես միանշանակ որպես պլաստիկ վիրաբույժ կողմ եմ, որ չարորակ հիվանդություններից հետո կրծքի էսթետիկ տեսքը հնարավորինս վերականգնվի եւ վիրաբույժի կողմից արվի մաքսիմալը տեսքը վերականգնելու համար, որովհետեւ ինչպես մեր զրույցի սկզբում ասեցի,
կնոջ կուրծքը միայն սեքսուալության խորհրդանիշ չի։ Սա կնոջ համար մտածելակերպ է, լավ կուրծք ունենալը, աշխարհայացը եւ այլն, չկրկնվեմ, բայց մի շատ կարևոր բայց ես որպես պլաստիկ վիրաբույժ կատեգորիկ դեմ եմ, երբ որ շատ ու շատ, իհարկե տիպերը կարևոր են, բայց կան չարորակ հիվանդությունների բուժման վիրահատություններ, երբ որ միանգամից ասենք չարորակ ուռուցքը հեռացվեց, ենթադրենք, եւ միանգամից տեղադրվում է իմպլանտ։ Ես կատեգորիկ դեմ եմ նման մոտեցմանը, որովհետեւ բացի գոյացությունը հեռացնելուց, պացիենտը դեռ անցնում է որոշակի փուլեր, որոշակի կոնսերվատիվ բուժումներ, տարբեր ձևերով։ Հիմա չթվարկենք, չծանրաբեռնենք մեր պոդքասթը։ Եվ ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է մի քիչ ուշ տեղադրել այդ իմպլանտը, բայց լիարժեք բուժումն անցնելուց հետո, քան անմիջապես նույն վիրահատությամբ չարորակ հիվանդությունից ազատվել, ուռուցքից ազատվել եւ միաժամանակ տեղադրել իմպլանտ, հետո նոր անցնել այդ բուժումները եւ շատ ժամանակ ոչ օբյեկտիվ մեղադրել իմպլանտին, որ այսպես, այնպես, որտեւ իմպլանտը ինքը իրենով չի կարող հրահրել այնպիսի բաներ, որոնք ենթադրենք կինը կարող է ունենալ, նույնը եթե մի քիչ հարցից շեղվեմ, շատ ժամանակ գալիս են ասում են իմպլանտը ինքը չարորակ հիվանդություն առաջացնում է, թե ոչ։ Մենք նախ վիրահատությունից առաջ պարտադիր անում ենք սոնոգրաֆիա կրծքի, հարկ լինելու դեպքում նաև մամոգրաֆիկ հետազոտություն, համոզվելու համար, որ կուրծքը առողջ է եւ կարելի է կատարել վիրաբուժություն, ցանկացած, թեկուզ մեծ չափը փոքրացնել։ Այլ բան է, երբ որ կինը ունի ժառանգական նախատրամադրվածություն եւ օրինակ 20 տարի հետո կնոջ մոտ դրսևորվելու է ինչ որ մի հիվանդություն չարորակ։ Հիմա իմպլանտը կրեր թե չկրեր, այդ հիվանդությունը միևնույնն է առաջանալու է։ Այստեղ հրահրողը իմպլանտը չէ։ Իսկ այդ դեպքում օրինակ մի քիչ էլի շատ խորացա բժշկականի մեջ, նախընտրելի չի արդյոք ամբողջական գեղձի հեռացմամբ ոնց որ որոշ սելեբրիտիներ արեցին, եթե բարձր նախատրամադրվածություն կա ու կինը ամեն դեպքում ինքը ուզում է ձևնել փոխի, ավելի ապահով չէ արդյոք տոտալ հեռացում անել եւ տեղադրել։ Շատ արդիական մոտեցում է, ամբողջությամբ գեղձը հեռացվում է կրծքագեղձը եւ փոխարինվում է իմպլանտով։ Սա պրոֆիլակտիկա է, կարծես չարորակ հիվանդություն, որտեվ հիմա այնքան մեծ է ընտրությունը իմպլանտների տարատեսակների, ինչ որ մակարդակում սկսի կուրծքը ենթադրենք պրոֆիլից մեծ Երևալ եւ այլն, այսինքն շատ մեծ ընտրանի ունենք իմպլանտների, թե բրենդերի առումով, թե բրենդերի մեջ, ասենք ձևի եւ չափի տարատեսակների մեջ։ Ասածս այն է, որ ընտրությունը մեծ է եւ կարող ենք ունենանք այն այս պարագայում, երբ որ տոտալ հեռացում է լինում, ինչ պացիենտը ցանկանում է գրեթե միշտ։ Մի հարց էլ շատ հիմա էլի ասենց օժանդակ մեթոդների մասին խոսամ, շատ հիմա տեսնում ենք, որ մարմնի վրա նաև աշխատում են ֆիլերներով նախատեսված մարմնի համար, նստատեղի հատվածում, ոտքերի հատվածում եւ իմ համար մի քիչ վախենալու, դուք ասես ճիշտը, որովհետև դու ես դրա մասնագետը, եւ իմ համար որպես մասնագետ, եթե անկեղծ անընդունելի, գուցե դու ճիշտ ասես, որ լավ է, նորմալ է, ֆիլերները կրծքի հատվածում, որովհետև մարդիկ էլի խուսափում են սպիներից, խուսափում են նարկոզից, ու մի բան էլ, որ նաև շատ լսել եմ, որ նախընտրում են նաև ճարպով լիպոֆիլինգը, ինչ կասես այս երկու ուղղությունների մասին, ֆիլերներ կրծքի հատվածում ու լիպոֆիլինգ։ Ֆիլերները կատեգորիկ արգելվեցին մոտավորապես չեմ սխալվի, երևի 11-12 տարի առաջ, ֆիլերի միջոցով կրծքի ծավալի մեծացումը համաշխարհային մասշտաբով այս գործի ապուպապերի կողմից կատեգորիկ արգելվել է։ Սա մեկ, այսինքն ֆիլերը բացառում ենք։ Այլ բան է ճարպը որպես քո օրգանիզմից ստեղծված, ինչ որ դոնոր շրջանից ստեղծված հումք։ Ճարպով ինչքան ուզում եք մեծացրեք կրծքերի չափերը, բայց ֆիլերով կատեգորիկ արգելվել է դեռ շատ տարիներ առաջ, ինչպես ասեցի, եւ դա ունի իր գիտական ապացույցը, բացատրությունը ավելի ճիշտ։ Իսկ ասես, որ այդ բացատրությունը մի երկու բառով ավելի հասանելի է աուդիտորիայի համար։ Եթե շատ հասանելի ասեմ, պատճառներից մեկը դա տարածումն է նույն ինքը միգրացիան, որ անկանխատեսելի է լինում եւ կրծքի պարագայում կարող է գնալ եւ կուտակվել այնպիսի տեղ, որտեղ ցանկալի չի, ինչի իմիջայլոց չի լինում նստատեղի շրջանում եւ տոկոսային հարաբերությունից ելնելով նույն նստատեղի շրջանում կարելի է ֆիլերով որակյալ ֆիլերներով էտել նշեմ։ Բայց բացառապես այո,
շատ ճիշտ նշեցիք, բացառապես որակյալ ֆիլերներով, այսինքն մաքուր հիալուրոնաթթվի հիմքով ֆիլերներով եւ ոչ թե անհայտ ծագման, այս վերջերս մի բան ես տեսա, ուղղակի աչքերից չհավատացի, ոնց որ բան մաստակի ինչ որ տենց գեղեցիկ գունավոր ինչ որ շիշ էր, մեջը պետք է որ լցված լիներ ֆիլեր նույն ինքը հիալուրոնաթթվի հիմքով, այսինքն տենց բան անգամ վախենում ես ձեռքդ վերցնես, որ չստացվի դու կպել ես այդ կիլոյով ֆիլեր եմ վաճառում, ես լսել եմ, որ ասում 100 միլին էսքան, 200 էսքան, 300 եւ նման ֆիլերը բնականաբար ոչ միտեղ պետք չի օգտագործել, ուր մնաց կրծքի եւ այլն եւ այլն։ Հասկացա, իսկ լիպոֆիլինգը, այսինքն ճարպով կրծքի կարեկցիան, եթե կան իմպլանտները, իրանց տեղը չեն զիջե, բնականաբար ունեն իմպլանտները առավելություն ինչ որ լիպոֆիլինգի հանդեպ, ինձ թվում է տրամաբանորեն, քանի որ եթե լիներ այդպես որ բոլորը կարանային եւ ճարպից ինչ որտեղ ազատվեին եւ սպիերը մինիմալ ունենային եւ իդեալական կուրծք ստացվեր, բոլորը կընտրեին լիպոֆիլինգի ճանապարհը, ինձ թվում է ինչի կան դեռ իմպլանտները ու ինչի կա լիպոֆիլինգը։ Նախ ասեմ, որ դեռ միստվար զանգված խուսափում է իմպլանտներից որպես օտար մարմին օրգանիզմում եւ ես միշտ համեմատում եմ, ասում եմ նույն ատամի պլոմբը, հա, հայերեն հիմա չեմ հիշի որն է, ասում եմ դա նույն ատամի պլոմբանյութն է, դուք սկզբի օրեր անգամ լեզվով հպվում եք այդ ատամին, որտեղ դուք պլոմբ եք դրել, բայց ասենք մի 3-4 օր հետո անգամ մոռանում եք, չեք հիշում, այդ աստիճան ինքը ձեր սեփականն է դառնում։ Հիմա նույնը իմպլանտի պատմությունն է։ Առավելությունը իմպլանտի նա է, որ մենք հստակ նույն մեկ վիրահատությամբ կարողանում ենք ստանանք այն ձևը, չափը եւ այլն, որը որ արդեն նախապես խորհրդատվության ժամանակ մանրամասը քննարկվել եւ որոշվել է դուրս ենք բերել պացիենտի հետ։ Ճարպի պարագայում ավելի պացիենտներին քաջություն ու վստահություն է տալիս այն հանգամանքը, որ դա ձեր սեփական հյուսվածքն է, բայց այստեղ ամենամեծ մինուսը նա է, որ ներարկված ճարպի մի մասը ժամանակի ընթացքում ներծծվում է ներսի վերքերի լավացման արդյունքում։ Իսկ կապ ունի քաշի կորուստը, եթե քաշ կորցրեց պացիենտը կարող է ըստ էության ոչ, շատ փոքր կոեֆիցիենտով այո, բայց ըստ էության ոչ, գլոբալ առումով հետք չի թողնում։ Եվ շատ ժամանակ, օրինակ 6 ամսից հետո հարկ է լինում, ենթադրենք ակնկալվելիք ծավալը ստանալու համար եւս մեկ անգամ դիմել նույն վիրահատության, հա, ինչ որ մյուս կողմից էլ այ երկուսը մեկում է ստացվում։ Այն շրջաններում, որտեղ ճարպ չենք ուզում լինի, արվում է լիպոսակցիա, այսինքն ճարպի դուրսբերում դոնոր զոնայից, իսկ կուրծքը հանդիսանում է ռեցիպիենտ շրջանը եւ ներարկվում է այս ռեցիպիենտ շրջան կուրծք, որտեղ որ պետք է լինի։ Այս առումով երկուսը մեկ է ստացվում։ Բայց մի հատ շատ կարեւոր էլի բան պետք է ասեմ։ Գալիս են շատ ժամանակ իմ ու քո նիհարության պացիենտներ եւ ասում են, որ ես եկել եմ կրծքի լիպոֆիլինգի, ասում ես որտեղից վերցնեմ էջ, ոնց, ես ունեմ ու ցույց են տալի մաշկը վերցնում են, այո, շոշափում են մաշկը, նայեք ինչքան ունեմ։ Պատկերացնում եք այդ խորհրդատվությունը արդեն որտեղից պետք է սկսի, որ դու պացիենտի պիտի բացատրես, որ այդ ճարպի քանակը մոտավոր 20%-ով պետք է ավելի լինի, քան դու ցանկանում ես, որովհետև վիրահատության ժամանակ այդ ճարպը մշակվում է 1 եւ այլն ներծծվելու է ամիսների ընթացքում մի որոշ քանակությունը, հա, իհարկե սա էլ է շատ անհատական, հիմա ուղղակի չեմ ուզում շատ անընդհատ դեպի բժշկական կողմը գնամ, ուզում եմ խոսքը շատ հասանելի լինի բոլոր մեր դիտորդների համար, ինչևից է, ուզում ասեմ, շատ տենց զավեշ տալի դեպքեր շատ են էլի լինում։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Հա, պատկերացնում եմ արդեն, որովհետև այդ նույն հարցերը փոքր եւ ժամանակավոր իմպլանտների, շուրթերի, այտերի եւ այլն էլի տալիս են պացիենտները, էլի ձգտում են օրինակ, եթե նույնիսկ մաշկը շատ չոր է, շատ սնուցման կարիք ունի դրսից եւ այլն, անել օրինակ պլազմա թերապիա, որը իրանց կամ արդեն տարիքի ցուցումներով կամ առողջական ցուցումներով այդ պահին ոչինչ չի տա։ Բայց ձգտում են այդ գաղափարը բնականության ու այդ վախը սինթետիկության դեռ կա սոցիումի մեջ, դրա համար ինձ թվում է պետք է խստանան եւ նյութերի ներկրման եւ օգտագործման եւ բժիշկների աշխատանքի պահանջները լիցենզավորման եւ որպեսզի ստուգվեն նաեւ ոչ լիցենզավորված վայրերը եւ փակվեն եւ այդ պարագայում պացիենտները արդեն ինչ որ տոկոսով ավելի վստահ ու հանգիստ կզգան իրանց, որ եթե
թույլատրվում է այս նյութով աշխատել, ուրեմն ճիշտ է շատ աշխատանք կա այդ ոլորտում շատ, բայց կզգան, որ եթե թույլատրվում է, ուրեմն նորմալ է, ուրեմն եթե այս իմպլանտը թույլատրվում է, ուրեմն նորմալ է ամեն ինչ։ Հուսանք, որ ես ու դու դեռ կհասցնենք տեսնենք այս ոլորտը կարգավորված։ Մենք էլ չտեսնենք ոչինչ, ինչ որ մեկը թող տեսնի։ Եվ մի հատ էլ մի բան այստեղ շատ կուզեմ մեջ բերեմ։ Ես թող ինձ ներեն բոլորը, բայց ես միշտ ասում եմ, ես չեմ մեղադրում այդ ոչ լիցենզավորված բժիշկները, որ աշխատում են եւ այլն։ Դա սարսափելի է, վատ է, ես առաջի դեմն եմ եւ միշտ խոսում եմ եւ միշտ քարկոծվում եմ, այնպիսի բաներ են գնում շատ ժամանակ մեկնաբանություններում, որ եթե մի քիչ ասենք թույլ լինեմ նյարդերից, կարող է դեպրեսիայի մեջ անգամ ընկնեմ։ Ես միշտ մեղադրում եմ նման ոչ մասնագետներին, դիմողներին։ Այո։ Այսինքն մարդ պետք է այնքան ունենա միտք, հա, ասենց ասեմ, որ հասկանա, որ ենթադրենք դա դեմք է, դա առողջություն է։ Շատ ժամանակ իմ մոտ երկուսը մեկում է ստացվել եւ որպես վիրաբույժ ինձ դիմում են այնպիսի բարդություններով նույն քո նշած շուրթը, որ միայն վիրահատական կարելի է վիճակը շտկել, բարելավել եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդ պետք է այդքան գիտակ լինի, որ հասկանա, որ խոսքը իր սեփական դեմքի եւ առողջության մասին է։ Չհաստատվեց պրոբլեմ չստացվի։ Եվ միշտ թանկից էժանը չկա, չէ՞, ժողովրդական խոսքերը պատահաբար չեն, ինչ որ մի բանից ելնելով են ձևավորվել։ Այ ասացիր, որ վիրահատությունից հետո ավելի ինքնավստահ դառնում կինը, իսկ չես գտնում, որ արդեն ինքը դառել է ինքնավստահ, դրա համար արդեն որոշել է, որ գիտենք, որ մեր սոցիումը դեռ չի հասունացել, այնքան որ չքննադատի, օրինակ, դա ամեն մեկի գործն է, պարտադիրել չի բոլորին բացատրել, տեղեկացնել, որ ես կուրսքս ուզում եմ կամ վիրահատել եմ եւ այլն, բայց դեռ քննադատում են շատ այդ թեմաները, հա, նույնիսկ բոտուլինաթերապիան, ֆիլերները, որ արդեն ասած առօրյա գործողություն է դառել, էդ էլ են քննադատում։ Արդյոք կինը արդեն ներքուստ համարցակ չի, որ այդ որոշմանն է եկել, այդ փոփոխությանը ու ինչից ինչն է բխում քո կարծիքով կուրծքը որ վիրահատում են ավելի շատ են սկսում ինքնախնամքին ուշադրություն դարձնել թե հակառակը ինքնախնամվող մարդն է գալիս կրծքի վիրահատության հարցիդ պատասխանեմ ասեմ դեռ ոչ բայց քո թույլտվությամբ գիտեմ մեր եթերը կարճ է մի հատ պատմական ակնարկ անեմ ես շատ վաղուց եմ սկսել հաճախել որոշ հիվանդանոցներ եւ շատ ժամանակ տենց այնքան կոլոտիկ էի բերում էին ցենց բարձրադիր հա ցենց հարթակներ էին դնում որ կարողանայի հասնել այդ բաները նայեի վիրահատությունները ինչի համար շատ շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչներին հորիցս սկսած ինչ խոսք ուրեմն նայում էի այդ նկարները քթի պլաստիկայից հետո գիտեմ մեր թեման քիթը չի բայց ինչևից է քթի պլաստիկայից հետո նայում էի որ երբ որ գալիս են վիրահատությունից առաջ նկարվելու սենց անխնամ եւ այլն խոսում ենք ասենք մի 25-30 տարի առաջվա մասին ես եմ նկատել հասկացա ինչ ես ասում երբ որ գալիս էին արդեն վիրահատությունից հետո այդենց խնամված հարդարված բանով մեյքափով եւ այլն մի օր ասի կարելի է հայրիկից դիմեցի ասի կարելի է ասի ես զեկույց կազմեմ այս մոտեցման մասին որ ենթադրենք կինը կամ տղամարդը գալիս է այս տեսքով վիրահատությունից հետո արդեն լրիվ այդ իմ ասած աշխարհայացի պատմությունն է փոխվում է ասեց կազմի Կարճ ասած ես պուճուրիկ մի հատ շատ լավ գիտաժողովի ժամանակ կարդացի այդ զեկույցը իմ ձևով կազմած, ինչը շատ մեծ արձագանք ունեցավ, ես ոգևորությանից չափ ու սահման չկար, բայց ինչի ես քո հարցին պատասխանեցի սկզբանե ասելով, որ դեռ ոչ, այո, կինը ունեցել է այնքան քաջություն, որ գնացել է այդ քայլին, բայց արի չմոռանանք, որ վախերը շատ են, դեռ այդ վիրահատությունը ստացված չի համարվում, դեռ ինքը չի տեսել, որ իր ցանկությունները արդեն իրականացել են, որ վերքերը լավացել են առանց բարդությունների, որոշեց ու հաջողվեց իր որոշումը։ Google-ներում եւ այլ տեղեր կարդացած այդ բոլոր բարդությունները ինքը չունի եւ այլն մինչև փաստացի չի տեսնում, իր մոտ այդ ճկվելը չի լինում մտքի եւ հավատացնում եմ, այո ճիշտ ես նկատում, որ շատ կարեւոր նշանակություն ունի առաջի քայլը նույնպես, բայց միևնույն է այդ ռելաքսը, հա, այդ sense արտաշունչը լինում է այդ ժամանակ, երբ որ կինը նայում է հայլուն եւ տեսնում է, այո, ստացվեց, արժեր դիմել ռիսկի։
Ես էլ տեսնում եմ հիմա օրինակ եթե ինչ-որ մարզասրահ միտեղ հաճախում որ մարմինը երևում է մարդու, հա, լողափ եւ այլն, տեսնում եմ որ այն մարդիկ ովքեր դե ուշադիր եմ մասնագիտական բերումով կներեք որ նայում եմ ձեր մարմիններին, բայց չեմ կարա չնայեմ։ Հա, անպայման նայում եմ ու եթե ինչ-որ թեկուս չնչին սպի նկատում եմ որ ինչ-որ վիրահատություն է պորտի ձևից կամ կրծքի ձևից արվել, ես տեսնում եմ թե ինչ ջանասիրությամբ են այդ մարդիկ սպորտով զբաղվում, սննդին հետևում, ինչ sense հիացմունքի արժանի, ասա։ Հավես է, էլի, sense հավեսով ապրում են իրանք, թող բոլորի մոտ հաջող վիրահատություններ լինեն, վախերի մասին էլ խոսանք, վախերը 3 բան նշի, որտեվ շատ են, որ խորանանք, անվերջ կլինի, 3 վախ նշի, ամենատարածված որոնք կան կանանց մոտ ու արդյոք իրանք ճիշտ են ու կարող է տոկոսային առումով ինչ որ չափով ճիշտ են, ինչ որ չափով սխալ են։ Առաջի վախը երևի որ իմպլանտը չարոք հիվանդություն չառաջացնի, ինչ արդեն խոսեցինք։ Երկրորդը երևի սպիերն են, որ հնարավորինս քիչ եւ հնարավորինս աննկատ սպի ունենա պացիենտը եւ երբ որ ասում ես որ ձեռքի տակ ունենք այս տարբերակները բարելավելու դարձյալ էլի արդարացված է լինում իրենց այդ ռիսկի գնալը, հա, եթե այդպես անվանենք։ Եվ երրորդ վախը երևի էլի իմպլանտի հետ է կապված, որ իմպլանտը կարող է արդյոք պատռվել եւ այլն եւ այլն։ Այսինքն ավելի շատ երևի եթե 3 թվարկենք, 2/3-ը կլինի իմպլանտով պայմանավորված, մեկը արդեն վիրահատական եղանակով պայմանավորված։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Լավ, որ խոսացել ենք, ես 4-րդն էլ ասեմ, որ ես եմ հաճախ շատ լսում, որպես մաշկաբան, կոսմետոլոգ, հա, վիրահատության եկող մարդիկ շատ հաճախ ինձ էլի ինչ-որ ուղղորդություն հարցնում են։ Վախերից մեկն էլ այն է, որ երեք հենց մի հատ պացիենտ ունեի, ասաց, որ ասում է, լավ, մի հատ վիրահատվեցի, դեռ երիտասարդ եմ եւ այլն, մի 10 տարի անցավ պետքա փոխեմ իմպլանտը, տենց պարտադիր չի իմիջայլոց։ Այդ է, եթե ժամանակ ունենք խոսենք։ 50-50, չէ, ճիշտ եմ ասում։ Պետքա փոխեմ։ Բա որ ասում է, ինձ առողջության մասով պետք լինեն վիրահատություններ ու ես կոպիտ ասած վատնում եմ իմ, ասենց ասած, ռեսուրսը, այդ անզգայացման եւ այլն։ Ճիշտ է, ես որպես բժիշկ ասեմ եւ որպես մարդ, որ շատ ծանոթներ ունեմ, 10-ից ավել անզգայացում են տարել ինչ որ առումներով, բայց շատ նորմալ եւ ուղեղային տվյալներն են նորմալ եւ ամեն ինչ նորմալ է գրագետ առնելու դեպքում, բայց ամեն դեպքում այդ վախը կա պացիենտների մոտ, ավելորդ անզգայացում, հետագայում կախվածություն, փոփոխություն, հետագայում բյուջեի նախատեսում եւս մեկ անգամ այդ վիրահատությունը անելու համար, հա, ինչի՞ չէ լավ վիրահատությունը ինքը շատ հասանելի, շատ մատչելի հաճույք չի ու ինչ կասես այս վախի վերաբերյալ։ Նախ առաջնահերթ ասեմ, որ նույն անեստեզիան, ընդհանուր անեստեզիայի մասին, եթե հիմա քննարկեմ, էլի կախված է լավ անեստեզիոլոգից։ Այսինքն մարդուց, ով կօգտագործի լավ դեղորայք եւ լավ ձևով պացիենտին կանզգայացնի եւ հետո վիրահատությունից հետո կարթնացնի։ Եվ այս պարագայում քանակը կոպիտ ասած կարող է լինել բազմակի անգամներ։ Իհարկե թող ոչ մեկ առավել եւս հիվանդության առիթով շատ անեստեզիաներ չունենա ընդհանուր, բայց ունենալու դեպքում, եթե այս ամեն ինչը պահպանվում է, իհարկե քո ասածի պես 10 հատ էլ կարելի է ունենալ եւ դա խնդիր չէ։ Այն նույն իմպլանտների փոխելու հետ կապված, եթե ասենք մի 10-15 տարի առաջ դեռ ասում էին, որ իմպլանտները 8-ից 10 տարի հետո ցանկալի է փոխել, հիմա արդեն տենդենս կա, նոր մոտեցումներ, ինչին ես շատ ավելի կողմ եմ եւ համաձայն, որ եթե իմպլանտը խնդիր չի առաջացնում եւ այլն, նրան փոխելու կարիք չկա, փոխել կարելի է միայն այն պարագայում, երբ որ դու ուզում ես ավելի մեծ ունենաս կամ ավելի փոքր ունենաս, ասենք մի 7-8 տարի կրել ես ու ուզում ես մի քիչ փոքրացնես հիմա, ինչի տենդենսը իմիջայլոց էլի կա, ես նկատում եմ։ Ասածս նա է, որ ամեն ինչ շատ անհատական է եւ նորից առիթը բաց չթողելով շատ կուզեմ ասեմ, որ հարգելի հետևորդներ, հարգելի կանայք, անկախ նրանից դուք վիրահատել եք ձեր կուրծքը թե ոչ, գոնե 35 տարին լրացուցիչ
վերացած, անկախ նրանից դարձյալ դուք ծննդաբերել եք թե ոչ, պարտադիր մեկ անգամ դիմեք կրծքի հետազոտության եւ արդեն մասնագետները թող որոշեն սոնոգրաֆիա թե մամոգրաֆիա։ Սա պրոֆիլակտիկ մոտեցում է կրծքի չարվակ հիվանդությունների համար, ինչը ես եւ դու որպես բժիշկ ես հարթակը այո օգտագործենք եւ եւս մեկ անգամ անպայման հենց իմաստը հարթակի նրան որ այն ամեն ինչ կարճ վիդեոներով, կարճ խոսքով չեն կարողանում փոխանցել, կարողանանք ազատ sense քննարկման միջոցով փոխանցել։ Թույլ տուր նկատեմ, որ դու ենթատեքստերով արդեն այնքան կոչեր ու խորհուրդներ ես տվել մեր հետևորդներին այս մի ոդկասթի ժամանակ, որ ինձ թվում է մեկ անգամ նայելով չեն բավարարվելու եւ անընդհատ դնելու են եւ նայելու են մեր այս ոդկասթը։ Թող իրանք նայեն, մենք էլ անընդհատ ստեղծենք հետաքրքիր կոնտենտ։ Տաթև ջան, մի հարցել, հա, որը ինձ էլ որպես ոչ վիրաբույժ, ինչքան էլ որ բժիշկ ես, դու չես կարող ամեն ինչի մասնագետ լինել, թե ես քեզ գիտեմ, վստահում եմ, սիրում եմ 100%-ով եւ քո մարդկային որակները, բայց ոնց հասկանա մարդը, նույն կոսմետոլոգիայում էլ է այդ ամեն ինչը քննարկվում, բայց դա վիրահատություն է։ Ոնց հասկանա մարդը, ինչա լավ վիրահատված կուրծքը, որ օրինակ գնահատի իր ընկերուհու կուրծքը, հավանի, գա կամ առհասարակ ոնց հասկանա, չէ, որ այդ սաղ նյութերը, այդ բոլոր անեստեզիոլոգիան, իմպլանտները եւ այլն մի կողմ մասնագիտական մոտեցումը, հա, այդ կարանյութը, որ օգտագործում ես, տեխնիկաները եւ այլն, հա, դրա մեջ չի կարող պացիենտը այնքան խորանա, որ թեկուզ 80-70%-ով ապահով լինի վիրահատության արդյունքի վերաբերյալ։ Ոնց անի այ սովորական մարդը, որ հասկանա, որ ճիշտ տեղ է ընտրել իր համար։ Անջան, կամ մի հատ շատ կարևոր նախադասություն, ասում է, ես այսինչ բժշկի մոտ վիրահատել եմ կուրծքս եւ շատ գոհ եմ։ Դա արդեն այնքան բան է ասում ինքնին, ներկայիս դարաշրջանում դա նշանակում է, որ խորհրդատվությունից սկսած, մինչև նախավիրահատական հետազոտություններ, բուն վիրահատության ընթացք, այդ դրանից հետո ասենք հիվանդասենյակ տեղափոխվել, հետվիրահատական շրջան, վիրակապություններ եւ այլն, որ այդ պացիենտի մոտ թողել է դրական տպավորություն, գոհացրել է իրեն, հա, եւ այլն, այսինքն գոհ պացիենտը ամենալավ գովազդն է եւ ամենալավ խորհրդատուն է, որովհետեւ ինքը արդեն անցնելով այդ ամենը, ամեն մանրուք յուրովի կարող է, ենթադրենք ես քեզ, հա, բացատրեմ, ասեմ, լիարժեք պատասխանեմ քո հարցերին եւ շատ ժամանակ ես նկատում եմ, հա, աշխատասենյակիցս դուրս սպասող պացիենտները իրար հետ քննարկումներ են անում, իրար հետ հարցուփորձեր են անում, եղել են անգամ դեպքեր, որ պացիենտը մտել ասում է, ես արդեն դուրս սպասող պացիենտներին, ով եկել էին վիրակապության հետ վիրահատական շրջանում, արդեն հարցրել եմ ես բաներն իմացել եմ, մի հատ էլ դուք այս երկու բանը ենթադրենք, ասեք ու վերջին խորհրդատվությունը այսքանով կավարտվի։ Այսինքն օբյեկտիվ մարդուց, ով որ անցել է այդ փուլերը, թե լավ, թե վատ իմաստով իմջալոց, նույնը կարող է լինել շատ հակառակը, այսինքն ասի վայ, չգնաս այսինչի մոտ, շատ վատ էր, ես շատ դժգոհ եմ։ Բայց իհարկե մարդու ֆակտորն էլ կար։ Հիմա ես օրինակ քեզ կլսեմ նմանատիպ հարցերում, իմանալով, ասենք, քո անձը եւ այլն օբյեկտիվությունը։ Ով է խորտ տալ, բայց կարող ինչ-որ խենթ մեկը լինի կամ ոչ adekvat մեկը, բնականաբար իր լսածին արժեք չեմ տա եւ կփնտրեմ այլ կարծիքներ։ Իմ կարծիքով հիմնական գործոնը եւ մեղավորը արդեն սպասարկված պացիենտն է։ Ռուսերեն ասած սարաֆաննե ռադիո։ Դա точно։ Հա, դրանից ավելի ոնց որ ճիշտ ուստուգված մեթոդ չկա, իրականում օբյեկտիվ, այո։ Իհարկե սոցիալ մեդիան էլ է կարևոր է տարածել։ Բայց չէ որ մենք սոցիալ մեդիայով առավելագույն լավն ենք փորձում ներկայացնել։ Երբեք ես չեմ տեսել, ասենք, այս գովազդային վահանակներում փողոցում, որ օրինակ ինչ որ պլաստիկ վիրաբույժներ իրենց չստացված գործեր ունեն, իսկ այտենց բժիշկ չկա առհասարակ ունենած պլաստիկ վիրաբույժ, որ չստացված դեպքեր չունենա, հա։ Այ եթե ինչ որ մեկը քաջություն ունենա դա անի, ես կծափահարեմ։ Հա, չէ, մեր բանում չեմ կարծում, մեր էս դա օբյեկտիվ նման տիպի գովազդով դու կարծես իմաց ես տալի քո մասին, որ դու կաս, դու այսենց լավ բաներ կարող ես անես, այլ բաներ թե դա ինչքանով է համապատասխանում իրականությանը։ Իրականում այո, ինչ որ տոկոս դժգոհ պացիենտներ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով միշտ լինում են, դա կարող է լինել թե պացիենտի հայացքը, թե բժշկի սխալ հասկանալ ինչ էր ցանկանում պացիենտը, միայն մի կարևոր գործոն կա, որ առողջությանը չվնասենք,
կարևորը պացիենտի անդառնալի երևույթներ չլինեն, հա, եւ միշտ աշխատելուց ինձ թվում է պացիենտի հետ քեզնից եմ այդ սովորել, որ պատկերացնենք ինչ կարա լինի վատագույն դեպքում ու արդյոք մենք կարող ենք դրա տակից դուրս գալ ու օգնել պացիենտին դուրս գալ այդ իրավիճակից։ Ահա, շնորհակալություն Տաթև։ Ես եմ շնորհակալ։ Շատ հետաքրքիր էր, կարծում եմ համար էլ ոչ միայն իմ, այլև հանդիսատեսի հարցազրույց չի ունեցել համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։